Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ամբողջ գործարար մարդիկ դանդաղաններում են լծված։ Հոխհատկացումներ չի արվում, ավարտական ակտեր չի տրվում։ Ինչ ժամանակահատվածից մարդիկ բնակետիներ են կառուցել, կենցաղ-սպասարկման օբյեկտներ են կառուցել, ավարտական ակտ չեն տվել։ Մարդիկ մտել են դադարան, 50 միլիոն քաղաքապետարանին ուղղանք են դրել։ 50 միլիոն դրամ, հստակ հասկանում եք ասել են պետք է։ Ուրեմն պատկերացրեք, ինչի չեն տալիս ավարտական ակտերը մարդկանց։ Ինչի հոխհատկացումները կառչել են մարդկանց մի սանտիմետր աճ է, 10 սանտիմետր ձախ է։ Յուրաքանչյուր քաղաքապետի գնահատականը փոքր եւ միջին բիզնեսի խտանումն է։ Եթե ուզում եք որևիցե մեկին գնահատական տալ, տեսեք իրորով, ինչքան կենցաղ-սպասարկման օբյեկտներ է կառուցվել եւ բնակելիներ է կառուցվել։ Երկրաշարժից հետո 90%-ով քաղաքի շենքերությունները ավերվել են։ Ինձ այսօր մեղադրում են, թե ինչի համար է ստացվել, որ մարդիկ իրենց համար բնակարան են կառուցել։ Ինձանից առաջ Միքայել Վարդանյանի հողորդ իր գերեզմանի իր տված հոխհատկացումները կամ Համբարձումյան կառների նորից ինձ են մեղադրում։ Բալասանյան Սամվելի ժամանակահատվածի հողհատկացումները դատախազությունը ինձ է մեղադրում։ Քաղաքական պատվերը սարսափելի երևում է։ Բայց ես ամեն ինչը տեսնելով ես եկել եմ ստանձնել եմ ու պետք է գնամ առաջ, որովհետև իմ Տերս Աստված է։ Որովհետև ես իրոք հավատում եմ եւ գիտեմ թե ուր է մեկի ինչի համար եմ արել ու ոնց եմ արել։ Լավ։ Մի քանի բան ուղղակի այսպես շատ չխորանամ։ Կարևոր է բարոյական մթնոլորտը հետ են բերելու։ Տուրիզմի զարգացման հարցերը միանշանակ հատուկ բաժինով չգիտեմ ես բաժին էի ստեղծել։ Մնացել այդ բաժինը թե ոչ։ Հատուկ զբաղվելու են տուրիզմի հետ կապված, որը շատ կարևոր է։ Քաղաքում այսօր բնոցական տուրիստն է զարգա, որ ասում են տուրիստական քաղաք է դարձել, ոչ։ Ես եկան այն ժամանակ տեսել եք ազգանի ժողովում եւ մնացած ամբողջությամբ պայմաններ իրեցնել, որ տուրիստները, որ գալիս են Երևան, Էջմիածին, Սևան, Գառնիկ Եղարք, այն ժամանակ գնում են Արցախ ու հետ էին գալիս։ Ուրեմն Գյումրին ընդհանրապես համված էր տուրիստական ցուցակներից։ Պատկերացրեք 1700 հուշարձան, որը բաց երկրի տակ ամբողջ Հայաստանում, ուրեմն 1700 հուշարձան չկա, չեմ ասում եկեղեցիների մասին, շենք շինությունների մասին եմ ասում, բաց երկրի տակ։ Մի դրամ ներդրում չի արվել հուշարձանների պահպանության հետ կապված Գյումրի քաղաքում, մի դրամ։ Ես կարողացել եմ տալ մարդկանց, մարդիկ այսօր որ ինչ-որ տեսնում եք վերականգնված անապներին ենք տվել, որից մեկն էլ մենք ենք վերցրել ու կառուցում ենք դրա համար, մեղադրանք են առաջադրել, զարմանալի է ինչը խոսում ես, դատախազը երկրորդ խոսում, երեք խոսում է։ Ես զարմանում եմ, որ չգիտի, որ մենք իրավունք ունենք այդ գույքը վաճառելու։ Հատուկ ցանկ է, այդ ցանկը գրված է, որ այդ ցանկի միջին գտնվողները չի կարելի վաճառել։ Բայց այդ ցանկի մեջ ինչ-որ մենք տվել ենք ոչ մի նմանատիպ շենքերություն չկա, այսինքն ևս քաղաքական պատվեր։ Մի խոսքով Սողոմոնի Վասկոնն ասում է. Տեր Աստված, տուր ինձ քո քաղաքից իմացությունից, որ կարողանամ արտար մարդուն արտարի տեղ տվել, բադին բադաբանել։ Այո, միայն Աստծո քաղաքից իմացությունից պիտի լինի իշխանին, թագավորին եւ մնացածին, որպեսզի կարողանային ղեկավարել, լավ իմացեք, շատ դժվար է դա, բայց եթե Աստված օգնում է, գիտեցեք, որ անհնարինը հնարավոր է դառնում։ Ուրեմն Բերձոր եկեղեցում, Գաչինում, կա Սուրբ Հարություն եկեղեցի, որտեղ պատին գրված է. Հաղեցյալ լինին, բայց ոչ խոնարհի։ Արժանապատվությունը ոտնահարելով մեծ խաղաղություն պետք չի։ Սրանք որ այսպես հիշեցել եք խաղաղություն։ Ով չի ուզում խաղաղություն։ Բայց այս ձևի խաղաղություն ես երբեք իմ տեսակը չի։ Եվ ես գիտեմ, որ մենք բոլորս մեր նախնիները Թուրքին վիրա է դառնալով մենք այդպիսի խաղաղություն երբեք չենք ուզում։ Ես չեմ պատկերացնում, որ հայոց ազգի մեջ 10% կամ 15% նմանատիպ մարդիկ լինեն։ Այո կան, որ հայրոնը թուրքից է սերված, մոնղոլից, պարսիկից, կան այդպիսիները։
Եվ ես մի անգամ մի երկու անգամ ասել եմ, երբ որ այս միացինում պատարակ էր մատուցվում, ուրեմն Պարսիկ թագավորը թեշնաբանը մեծամեծներից մեկը դնում է ու կատարում է պատարակը, ասում է ցեզանից եթե որևիցե մեկը դառնա Պարսկական կրոնին, ես իրեն Պարսկաստանում մողպետ կնշանակեմ։ Եվ 3 սկուտեղով այդ բռնապներու ոսկինը նենց է վերում, ասում է սա այն նրան նվեր կտա։ Պատարակամատորից վախտապետը գայթակղով եւ ասում է թե ես կդառնամ ձեր հավատքին։ Լրեց պատարակը կաթողիկոսը այսպես հուզված, ասեց 3 օր ժամանակ տվեք, ես ասել գայթակղության պատճառից երիտասարդի։ Այս շահն ասում է գալիս եմ 3-րդ օրը։ Կաթողիկոսը դառավ հոգևորականներին ասեց բոլորը պասություն պահեք, 3 օր անսվաղ եւ խնդրեք Տիրոջը, որ ցույց տա գայթակղության պատճառից վարդապետին։ Եվ 3-րդ օրը 30-40 հոգևորականներ նույն տեսիլն են տեսնում եւ նույնը տեսնում են կաթողիկոսը։ Բոլորը գալիս են կաթողիկոսի վեհարանի մոտ եւ ասում են վեհապար, տեսիլք եք տեսել, վեհապար, ասում է ինչ է։ Ասում է գերեզմանը բացված, վարդապետի մայրը ելավ ու ասեց. վեհապար, խախեպատի ժամանակ մի պարսիկ զինվոր ինձ բռնաբարեց, նրա հայրը պարսիկ է։ Այո, եթե այսօր որևիցե մեկ ուզենա, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ, եթե որևիցե մեկը ուզենա, որ հայոց ցեղասպանությունը երկրորդական պլանների մեջ լինի, եթե որևիցե մեկը ուզենա, որ Արարատ սարը նոյ նահապետի, որ նոյը Նախիջևանես Նախիջևանի քաղաքը, եթե ուզենան հանել, այո, դրանք այրունը պետք է սուրբի անպայման։ Մարդիկ կան ծնվել են տանջանքի համար, մարդիկ կան ծնվել են տանջելու համար, մարդիկ կան ծնվել են տանջվածներին օգնելու համար, նրանցից մեկը ես եմ, Հովհաննես Երջանիկ այն ազգը, որի առաջնորդները բարեպաշտ են, իշխանները հայրենասեր, քահանաները իմաստուն, դատավորները հաղթար, ցավոք սրտի, ուսուցիչները աղաքինի, ծերերը խրատատու, երիտասարդները ճանասեր, խրատի թանգարան։ Ինձ ասում են, թե ավականիները ոտքը պահեն, պետությունը ամբողջության քպրից երկում է, ոնց ես աշխատելու, ինչ մդիալես, ես երբ որ եկա այս ումկյաս եստեղ նստած է, մի ավականի չունեի են ժամանակ, բոլորը իրանց ավականիներ, պայմանավորում էին, գալիս էին, սիրուն ավականիները, խելացի, տեսնում էին ճշմարտությունը, գնում էին ու հարկասու 13 տարի աշխատեցին։ Ինչ եմ ուզում ասել, եթե ոչ տեր շինե ըստունն, ինանիր վաստակին շինող նորար, եթե ոչ տեր պահ ես քաղաքն, ընդունայն տկնին պահաբանք նորա, աստվածաշնչյան խոսքերն են։ Խոտան են այն հոգիք, որ ընտրվին արծատով, խոտան են այն հոգիք, որ ընտրվին արծատով։ Ուրեմն, 2006 թվականից, բոլորի դաշկի արջեր են։ Երբեք մեկը չի կարող ասել, ես փող եմ տվել ու տրվել եմ։ Միակ մարդ չկա ես հայոց ազգի մեջ։ Բայց մենք տեսանք, թե ինչ է տեղի ունեցել, գոնե գլխները կախել, ձեն չանեն, ամոդո մնան, բոլորս գինեն, թե ոնց եղել, ինչ եղել, բոլորը նայեցին նրա դվականից վրնած ամեն մարդ գիներ, թե ինչ ձևին է ձայները կոզել։ Եվ ես շատ չեմ ուզում խորանալ, բոլորը ձավ գիտեք, թե դրսից, ես ճիշտ ասած, գիտեի, որ բնի 4000 երդրիկ կանեն, դրսից բերած է, շենքերը, որ կան, բայց շենքերը չկա, տեղերներ գիտեն, թե չեն գիտի։ Ես մտածել էի, որ 42 դրական տեղամաս կա և ամեն տեղ 50 հոգի պիտի ընդրեի, դրսից եկածները։ Ախրկալանի լեզուն են խոսում, Երևանի լեզուն են խոսում, ընդլոպ սվաբոտկա թաղամասը մենք անգիր տունարտուր գիտեն, մարդիկ են եկեք սիմվոլ են ես մարդիկ։ Խոսեցում ենք, փախնում ենք, չենք խոսում, լեզվից ուզում ենք հասկանալ։ Մի խոսքով, իրանք դասրեցին մոտավորապես ամեն տեղամասը 100 հոգի, և դրաման 8200 հոգի դրսից եկածներն են քվեարկել։ Չեմ ասում մնացած գումարները, ընդամենը 2000-2500 ձայնի մասին է խոսքը, ես է իրանք ձայները, լրվեն ձեն չանեն։ Հագարակությունը և թշնամությունը կորձանում է երկիրը։ Տեսեք մեր սերբազաներ ոնց ուրգա, այսպես գրկա խարմվեցի։ Իրոք ճիշտ է ասում, մենք
տարբեր հայացքներ եք, բայց համարձակ եք։ Բայց հանուն քաղաքի, հանուն հայրենիքի, հանուն մեր եկեղեցու, հանուն մեր հավատքի, ես գիտեմ, որ մենք կարող ենք մեկս մյուսից ձեռքը հանգրվել, հավատացեք։ Ինչ կանեն լրագրողները ուզենան, այսպես ուզենան կրվեցնել բան, սեփ կրել, չգիտեմ, ինչ անել, բայց չի լինի դա, որովհետև մեր նպատակը ինչ է, քաղաքը կառուցել, շենացնել, մարդիկ մեզ են սպասում։ Այ հենց դրա համար պետք է անպայման միասնություն լինի։ Միասնություն լինի, եթե հանդարտ ոտքո այրոցի եղավ, անպայման ժողովրդին կտեղեկացնենք, ժողովուրդը տեղյակ կլինի։ Ինչ կանեն ոտքո այր, չեն ցանկանում։ Չեն ցանկանում։ Ով հետևիցս եկել է, պրոբլեմ է ունեցել, հավատացեք, ես մեղքում եմ, հավատացեք, մեղքում եմ, դուք չեք պատկերացնում, դա ինչ կարևոր բան է։ Մի րոպե չեք կասկածում, այս ասելի քրտի չեք կասկածում, որ կա հարություն, որ կա Աստված, հիշեք սա։ Եվ այս ամեն ինչ որ հիմա եղել է, որ ես եք էստեղ նստել եմ, սա մարդկային խելքի բան չէ, սա միայն Աստված է։ Սա մարդու բանով չէ, քաղաքական այդ պարինով էստեղ լեվաներ ինչ որ ասում են, խոսում են, սա միայն Աստված է արել, հիշեք, հավատացեք։ Բաներ եկա չեմ կարող ասել, որովհետև տագնած է իմ ասպես խոսքս է հարցերը նա այսպես ինձ սատում եմ ես բաները դրամա չեմ ասել։ Քաղաքացիական հասարակություն կառուցելու լավագույն մոտեցումը տվել է հայոց 64-րդ կաթողիկոսներ Սեզ Շնորհալին։ 132 կաթողիկոսներից 12-ն է սրբոց 10-ին դասում։ Կնել է սրբացան, որ հավատքից եմ խոսում, որովհետև Գրիգոր Տատևացին Հովան Բորոտնեցումով 25 տարի չխոսեց, որովհետև Հովան Բորոտնեցին իր ուսուցիչն էր, բայց իմ ուսուցիչը ուտանն էր, ես ուղղակի բան եմ ուտում է սիրու չէր, որ ինքը ասի ես եմ խոսում, դրա համար ես վերոչում